2026 թվականի պետական բյուջեի նախագծով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծախսերը կկազմեն 602 միլիոն դրամ։ Սրա մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Նախորդ տարվա համեմատ կա 15 միլիոն դրամի ավելացում։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանին ուղղված միջազգային կառույցների գրեթե բոլոր հանձնարարականներում շեշտվում է մարդու իրավունքների ոլորտում, մասնավորապես ՄԻՊ հաստատության ֆինանսավորման մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։ Միջազգային հանձնարարականներում արձանագրվել է, որ առկա մարդկային և ֆինանսական ռեսուրսները բավարար չեն պաշտպանի մանդատի ամբողջ ծավալով իրականացումն ապահովելու համար, նշել է Մանասյանը։ ՄԻՊ-ը կարևորել է նաև շենքային պայմանների բարելավումն ու աշխատակազմի աշխատավարձերի բարձրացումը, դրանք դիտարկելով որպես համակարգի կայունության և մասնագիտական ներուժի պահպանման հիմնական նախապայման։ Լուրերը, թե 2026 թվականից բանակից մեծ թվով սպաների զորացրում է կատարվելու և զինված ուժերում 20 տարի ծառայած զինծառայողները զինվորական թոշակ կստանան կենսաթոշակային տարիքում, չեն համապատասխանում իրականությանը։ Սրա մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։ Այսօր առավոտյան Facebook-ում նման գրառում էր կատարել օգտատերերից մեկը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. բանակից ոչ պաշտոնապես տեղեկացել եմ, որ 2026 թվականին բանակից մեծ թվով սպաների զորացրում է կատարվելու։ Նաև նախագիծ կա, որ զինված ուժերում 20 տարի ծառայած զինծառայողները զինվորական թոշակ ստանան ոչ թե ծառայության 20 տարին լրանալուց հետո, այլ իրենց կենսաթոշակային տարիքում 63 տարեկանում։ Այս լուրերը բանակի սպաների մեջ անհանգստություն են առաջացրել, նշված է հայտարարության մեջ։ Քաղաքական դաշտում իշխանության առաջադրած մարտերն առանց կանոնների մոտեցումը որևէ մեկին չի շրջանցելու, նույնիսկ այն անձանց, ովքեր արտաքուստ, չեզոք կամ պասիվ կեցվածք են ընդունել։ Սրա մասին Facebook-յան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Իշխանությունն ունի սահմանված առաջնահերթություններ և կանոնակարգված առաջ է շարժվում, թիրախում պահելով նախկին նախագահներին, մայրաթոռը, քաղաքական դաշտի առաջին պլանում դիրքավորված գործիչներին, համայնքներում հեղինակություն ունեցող անձանց ղեկավարներին։ Որքան իշխանությունը փորձում է անտեսելու տալ Դավիթ Համբարձումյանի շուրջ տեղի ունեցողը կամ ցույց տալ, թե իրականում դա սովորական գրոհ է եղել, մեկ է աղմուկն ու դրան հաջորդող իրադարձություններն ու դրանում իշխանության նյարդային արձագանքները հակառակի մասին են խոսում։ Փաշինյանը մշտապես գործում է Վաբանկի տրամաբանության ներքո, ինչը մի կողմից կասկածի տակ է դնում հանրային շահը, մյուս կողմից լարված, ատելություն և թշնամություն պարունակող մթնոլորտ ապահովում ներհասարակական հարաբերություններում, գրել է Աբրահամյանը։